Եղբայրս գտնվում էր դիրքերում, մեզ հայտնեցին, որ զոհվել է։ Կրակոցները չէր դադարում, նրան հուղարկավորեցինք մեր այգում, հրթիռակոծում էին, անհնարին էր, կցեղասպանվեինք բոլորս, եթե մնայինք։ Ես Զարինե Բաղդասարյանն եմ, Արցախից, Մարտակերտի շրջան, Վան գյուղից, Գանձասարից։ Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա։ Մենք հյուրանոց էինք կառուցում մինչև 20 թիվը, 20 թվականից հետո նորից շարունակում էինք վերանորոգել, որպեսզի աշխատի, այդպես էլ չհասցրեցինք, մնաց տենց կիսատ։ Բայց ուրիշ բիզնեսներ ունեինք, խանութ ունեինք, ավտոլվացման կետ ունեինք, 20 թվականից հետո հիմնականում զբաղվում ենք մեր սեփական բիզնեսով։ Մտածում ենք, որ արդեն լավ կլինի, ռուսը մեզ կպաշտպանի, հետո հասկացանք, որ չէ, արդեն Արցախցին միայնակ պետք է պայքարի իր երկրի համար։ Իսկ նախկինում մտածում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ Արցախի թիկունքում կանգնած է, մեր անվտանգության երաշխավորն է։ Դրանից հետո արդեն էլ չզգացինք այդ, արդեն այդ վախը կար մեր մեջ, որ միայնակ ենք, պետք է միայնակ պայքարենք։ Երբեք վանքում կռիվ չի եղել։ 23 թվականին հենց վանքից է սկսվել, իմ հայրական տանն էի, երեխաներիս հետ, մենք հարևան գյուղում էինք ապրում, վարելիքի պատճառով տեղափոխվել էինք հայրական տուն, որպեսզի երեխաները կարողանան դպրոց հաճախել։ Այդ օրը մենք երեխաներին ճանապարհեցինք դպրոց, ճանապարհելուց մի 2-3 ժամ, 12 անց էր, եթե չեմ սխալվում, կրակոցներ լսեցինք, երևի զորավարժություններ են, հա։ Պապաս ասեց, չէ, այս զորավարժության բան չի էլի, ոնց որ թե կռիվ է սկսվում։ Համասեց, համարակ հագնվեց, դուրս եկավ, եղբայրս գտնվում էր դիրքերում։ Պապաս ասեց, գնամ զորամաս, այնտեղից համ փորձենք կապնվել դիրքեր, համ ինքը աշխարհազոր էր 20 թվականից հետո, որպեսզի գնա եւ մասնակցի։ Մի քանի ժամ հետո մեզ հայտնեցին, որ զոհվել է հայրս։ Այդպես մենք գնացինք գյուղում, նկուղ կար, 20 թվականից հետո էին սարքել։ Մենք նկուղում էինք, եկան ինձ ասեցին, կրակոցները չէր դադարում, հետո մեզ ասեցին, որ պետք է գյուղը տարհանել, նամին մոտ էր գյուղին, հորս նույնիսկ չհասցրեցինք պատշաճ ձևով հուղարկավորել, նրան հուղարկավորեցինք մեր այգում, մենք մտածում էինք երևի կգանք Ստեփանակերտ, մի քանի օր հետո կգանք նորմալ կկազմակերպենք, սակայն այդպես էլ հետ չգնացինք։ Եղբայրս արդեն որ զինադադարին հայտարարել, եկել է, տեսել է պապային արդեն հուղարկավորում ենք։ Մինչև հիմա գիտակցության չեն գալիս, մեզ ամեն վայրկյան թվում է, որ մի օր հետ կգնանք, իսկ պապան մտածում եմ, որ այնտեղ է 20 թվականի նման մեզ է սպասում, որովհետև միշտ որ կռիվ ա եղել, մենք եկել ենք, բայց տղամարդիկ մնացել են, հիմա մտածում եմ, որ գնանք այնտեղ կլինի։ Ամեն մեկը իր հնարավորին չափով պաշտպանում էր, փորձում էր պաշտպանել գյուղը, բայց հրթիռակոծում էին, ոնց ասեմ, այսպես ասած զենքի կռիվ չէր, որ մենք կարողանայինք հաղթել։ Օդային հրթիռակոծում էին, անհնարին էր, շատ զոհ ենք տվել այս 23-ին, ավելի շատ ենք տվել, քան այն մնացած պատերազմների ժամանակ։ Քաղաքացիական 9 հոգի, 14 վիրավոր ենք ունեցել, արդեն շրջափակել էին գյուղը։ Նույնիսկ չկարողացանք հետո հետ գնալ իրեր վերցնել, գոնե անհրաժեշտ իրերը վերցնել, փաստաթղթերը վերցնել։ Նույնիսկ անձնագիր չեմ վերցրել, ամեն ինչ մնացել այնտեղ։
կցեղասպանվեինք բոլորս, եթե մնայինք, բոլորս, մանուկ, մեծ, բոլորս։ Դա ուղղակի անհնարին էր։ Եվ հենց այս մեր պայքարի արդյունքն է, որ այդքան զոհ ենք տվել։ Հիմա ապրում ենք այն հույսով, որ մի օր վերադառնանք Արցախ։ Մեր տունն ենք ուզում, մեր հողու ջուրն ենք ուզում։ Գնացել եմ Արդարադատության նախարարություն, անձնագրի վերականգնման համար, ծննդականի վերականգնման համար, այնտեղ գրել են Ադրբեջան։ Ես իրանց ասեցի, որ իմ նախկինը ցույց տվեցի նկարով, նկարը կար հեռախոսիս մեջ, որ Մարտակերտի շրջան էր գրված։ Իրանք ասեցին, ոչ, Ադրբեջանը, Մարտակերտի շրջան չկա։ Նախկին անձնագրում գրված էր Հայաստանի Հանրապետություն։ Իսկ նախկին ծննդականում գրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։ Ոչ մի բացատրություն չեն տվել։ Ասում են Արցախ չկա, Արցախը դուք եք ստեղծել, այդպիսի պետություն չի եղել, բոլորը ճանաչում են Արցախը որպես Ադրբեջան։ Մենք չենք կարող գրել Արցախ։ Ինձ այդպես են պատասխանել Արդարադատության նախարարությունը։